Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասծրված ծրագիրն է։ Ցեղասպանությունը հայ փախստականն է, Սյունիքը անկումը էթնիկ զտման վտանգ, Թեհլիրյանի բանտային օրագրությունը ներկայացվել, Իրանը 10 կետը ընդունվել է Թրամփի կողմից, կորուստ Արցախաշարժման ձայնը, Արցախը մերն է, միջազգային արձագանք, Ռոդ Այլանդում հիշատակի երիտասարդական օր, թթխմորավ հաց, համեմունքների գաղտնիք։ Պլանավորված ժողովրդագրական փոխակերպում ու շարունակական միջազգային իրավախախտում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը հանդիսանում չի մենակ բնակչության ֆիզիկական ոչնչացում, այն նաև ներկայացնում է մարդկային աշխարհագրության արմատական ու անդառնալի վերափոխում վերահանգեցրալ ժամանակակից պատմության առաջին խոշոր միջազգային փախստականային ճգնաժամերից մինին։ Այս երևույթը վերահալան բավարար չափով ուսումնասիրված չի յուրան մանրակրկի տարածքային չափումներում բացահայտում է հիմնարար մի իրականություն հայ փախստականների զանգվածային ստեղծումը ոչ պատահական այլ ոչ էլ երկրորդական։ Այն հանդիսանալիս այլ ցեղասպանական գործընթացի կենտրոնական գործիքը 19-րդ դարի վերջից մինչև 1923 թվականը Արևմտյան Հայաստանը բնիկ հայ բնակչության ավելի քան 90%-ը կամ ոչնչացվել կամ է տեղահանվել է։ Այս իրողությունը պարտադրում է նորովի գնահատում փախստականների ստեղծումը երկրորդական հետևանք չլար այլ ցեղասպանական գործընթացի կառուցվածքային մեխանիզմ։ Պարոն Արմենակ Աբրահամյանի նյութ ամբողջությամբ կարիք կարդիք Western Armenia TV ինսայթում։ Իրանաշուրջ կռևը նորից ուշադրություն ասևերալ Հորմուզա նեղուցին իրա արագացրալ Թեհազիա մերձավոր արևելքի նախագծերի քննարկումը, սակայն ըստ The National Interest-ի, եթե դրանք անտեսին հայերի ցեղասպանության տեսերը կարին կրկնին էթնիկ ոչնչացման վտանգավոր ցիկլը, այս ֆոնին Հայաստանը հայտնվել է խոցելի վիճակում, Բաքուն Թուրքիան կրելի սնելալ օգտվին Իրանա թույլատումից առաջ մղելով Զանգեզուրա միջանցքի ծրագիրը, Սյունիքը տրալա տարածաշրջանի ամենավիճելի կետերամինը, չնայած Թեհազիայի ենթակառուցվածքային նախագծերին Հայաստանը ինքնիշխանության հստակ երաշխիքներ կանվեջ, վտանգավոր կարին կրկնվին պատմական սցենարներ, սահմանների փոփոխություն ու բնակչության տեղահանում։ Նման նախադեպ արդեն իրել է 2020-ից 23 թվականներին վեր ավելի քան 120,000 հայ տեղահանվել է Արցախան։ Եթե Սյունիքը նույնպես ընկներ, տակարի հանգեցնե ոչ միայն Թեհազիա ճանապարհի, այլև հայկական վերջին հենակետի էթնիկ զտմանը։ Դրան դարդան հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն որպես հիշողություն, այլև որպես զսպող քաղաքական գործոն։ Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտումը բանախոսությունն իլել նվիրված Սողոմոն Թեհլիրյանի 130-ամյակին վերի մասնակցալ նաև Իրան ազգական Արփի Օսկանյանը, բանախոս Գոհար Խանոմյանը ներկայացրել է Թեհլիրյանին բերլինյան բանտային օրագրությունը, առաջին դönումը այն ներառելով գիտական շրջանառության մեջի։ Օրագրությունը պահվում է Հայաստանը ազգային արխիվում ու խորհրդային Հայաստանը բերվել 1980-ականներին Իրան կնգանը կողմից ներկայացման վաղթը անդրադարձ է կատարվել Թեհլիրյանի հոգեբանական ապրումներին, հետ տրավմատիկ հիշողություններին ու գրի առանձնահատկություններին։ Իրանը ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի մանրամասները հետևյալներն են։ Ամերիկան պետք է սկզբունքորեն պարտավորվի երաշխավորե ոչ ագրեսիվ քաղաքականություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանը շարունակական վերահսկողություն, Իրանի ուրանի հարստացման իրավունքի ընդունում, սաղ հիմնական պատժամիջոցների վերացում, սաղ երկրորդային պատժամիջոցների վերացում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սաղ բանաձևերի դադարեցում, ԱՏՄԳ կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում, Իրանի նկատմամբ հասցված վնասների փոխհատուցում, Ամերիկայի մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից, պատերազմի դադարեցում սաղ ճակատներում, այդ թվում Լիբանանում իսլամական դիմադրության դեմ գործողությունների։ 99 տարեկանում մահացալագրող հրապարակախոս բժիշկ ու հասարակական քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Լուրը հայտնել է Իրան որդին Հայկ Բալայանը։ Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին Ստեփանակերտում։ Բալայանը իլել է Արցախյան շարժման առաջնորդներն ու գաղափարախոսները մինը հունցը նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի падգամավոր։ Ակտիվորեն պայքարել է Արցախը հարցին հետ իպի ցրցրալ է Արցախում տեղ ունեցող խնդիրները, հանդիպումներում ու միջազգային հարթակներում։ 1990-ին հացադուլ է հայտարարել բողոքելով անօրինականությունների դեմ։ 1992-95 թվերին իլել է Արցախա Գերագույն խորհրդի падգամավորը, մասնակցել է ռազմաքաղաքական գործողություններին ու մարդասիրական ծրագրերին։ Իրան օջախ գիրքը մծ արձագանք հաստացալ։ 2006-ին արժանացել է Արցախահերոս բարձրագույն կոչմանը, ունեցել է 3 հատ խոխա։ ԽՍՀՄ քարտեզների կազմավաղթը տեղի ունեցավ մծ անարդարություն ու Արցախը ինչ որ ձևի հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Սրա մասին նշել է վրացի վերլուծաբան Իվլիան Խարինդրավը։ Հայերը արդարացիորեն են առարկում վերասում Արցախը մերնա պատմականորեն մերնա։ Դարերի ընթացքում իլել է հայկական մշակույթի կենտրոնների մինը Խաչքարերավ, Շուշվավը, վերջապես Արցախը բարբարավը վերը նույնպես հայկական լեզվի մի մասն է ու մծ անարդարությունա տեղ ունեցավ վերխորհրդային միության քարտեզների կազմավաղթը Արցախը ինչ որ ձևի հայտնվել է Բաքվին կազմում, ընդգծալ է ինքը։ Ռոդ Այլանդի հայ համայնքը ապրիլին 2 հատ միջոցառում անցկացնական նվիրված ջահելությանը հայերի ցեղասպանության հիշատակին։
Ապրիլի 21-ին Պրովինդեսում հայ ջահելության օրն է, 9-ից 14 տարեկաններին հետի անվճար մասնակցությունն ու ճաշավ։ Ապրիլի 26-ին ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունն է, 9-ական հոգևորականների մասնակցությունով։ Օրվա բանախոսն է հետազոտող Այսիա Դարփինյանը։ Միջոցառումները պետցն սաղին հետի շատ փիս եղանակի դեպքում էլ արարողությունը տեղափոխվելականը Քրենսթոնի հայ ավետարանական եկեղեցի։ Թթխմորով հաց սրքելի հետի պետք է ակտիվ թթխմոր, այլեր ջուր աղ։ Գործընթացը ներառում է թթխմորի ակտիվացում, խմորի հունցում, էրկան խմոր, մի քանի ժամ, ձևավորում երկրորդային հանգիստ ու թխում պետսյուր ջերմաստիճանում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։